ազատիր իր հին գերության նոր հաճախանքից, ու մարդն այսուհետ ոչ մի տեղ երբեք չգունավորվի, եւ որ այլևս ոչ մի ժողովուրդ, ոչ մի ազգուցեղ, պատմության քափից ու սև մրուրից չթունավորվի, դառնա լիազոր, դառնա լիիրավ, ու մենք վերջապես հասկանանք իրար, նաև հասկանանք, որ Հիսուսի արյան գնդիկը մանր, այս երկիր կոչված գնդից ավելի մեծ է ու ծանր։ Կայարանի կյանքի խոսք արթնության հավաքույթներ եկեղեցու հովիվ Արմեն Ստեփանյան։ Փառք Աստծուն, եկեղեցի։ Քրիստոս ծնվեց եւ հայտնվեց։ Ամեն, ամեն, ամեն։ Սա ամենալավ, ամենաբարի լուրն է, որ այս աշխարհը կարող է լսի եւ իմանա։ Ամեն։ Հալելույա։ Ես անկեղծ ասած տեղյակ չեմ ամբողջությամբ ինչ են այստեղ պատրաստել մեր քույրերը, եղբայրները, բայց ինչպես կանոն մենք պետք է առաջի հերթին աղոթենք, օրհնենք մեր երեխաներին մինչև 12 տարեկան։ Դրա համար խնդրելու եմ, որպեսզի նրանք առաջ գան, մենք նրանց օրհնենք։ Հալելույա։ Գիտես, միակ ծննդյան օրն է, որ ով որ ծնվել է, նվեր չի ստանում։ Միակ ծննդյան օրն է, որ նրա ծնունդով օրհնվում ենք մենք բոլորս։ Հալելույա, արժի նրան տալ փառք ու պատիվ։ Արժի նրան մեծարել մեր սրտերի մեջ։ Հալելույա։ Մենք առաջ ենք շարժվում եկեղեցի եւ այդ առաջընթացի ճանապարհին մենք ունեցել ենք բազում հրաշքներ, բազում վկայություններ, բազում ուղղակի դժվարություններ։ Հալելույա։ Մեր եկեղեցին փոքր եկեղեցի է, սկսնակ եկեղեցի է։ Եվ սկսնակ եկեղեցում միշտ այսպիսի ձայներ լինում են, այնպես որ եթե քեզ համար մի քիչ անհարմար է, փորձիր հարմարվել, որովհետև Աստծո արքայությունը այս մանուկներինն է, ամեն։ Հալելույա, փառք մեր Տիրոջը։ Փառք Աստծուն։ Մենք ունեցել ենք դժվար ժամանակներ, դժվարություններ, հաղթանակներ, վերելքներ, որոշ տեղերում անկումներ նույնպես եւ այսօրվա այս ժողովրդի միգուցե սակավաթիվ լինելը ես մտածում եմ կապված ավելի շատ եղանակային այդ տեսության հետ, բայց գիտեմ մի բան, որ շատ-շատերի, ինչպես մեր եղբայրը խոսում էր, ձեր բաց թողած հացը շատ-շատերին հասել եւ շատ-շատերի կյանքերա փոխել։ Եվ դեռ փոխելու է, ամեն։ Եկեք պարզենք մեր ձեռքերը այս մանուկների վրա, եկեք աղոթք անենք եւ օրհնենք նրանց կյանքը, որպեսզի Տիրոջ օրհնությունը գա նրանց կյանքերի մեջ եւ Աստծո առատությունը նրանց կյանքերի մեջ հոսի առատորեն։ Տեր Հիսուսի անունով երեխաներ կարող եք իրար ձեռք բռնել։ Այս փուջիկները այսօր ինձ խանգարում են, որպեսզի ես ձեզ ձեռնադրեմ, այնպես որ բոլորդ իրար ձեռք բռնեք, լավ։ Հալելույա։ Կարող եք իրար ձեռք բռնել բոլորով, այդ է, ճանաչում եք, թե չեք ճանաչում, կարևոր չի։ Հալելույա, փառք Տիրոջը։ Եկեք աղոթենք եկեղեցի, պարզիր ձեռքերը տոշնենք այս գանձերին, Աստծո հրաշքներին։ Այս երեխաները արթնության մարդիկ են դառնալու այս երկրի մեջ եւ Աստծո արքայությունը եւ Աստծո կրակը տանելու են ամբողջ Հայաստանով եւ աշխարհով մեկ։ Այնպես որ հավատ գիր քո աղոթքի մեջ։ Սիրելի Հայր, օրհնում ենք այս երեխաներին, խնդրում ենք Տեր, որ ամեն մեկի կյանքի մեջ քո զորությունը գա,
խնդրում ենք, որպեսզի ամեն մեկի կյանքի մեջ քո օրհնությունները առատորեն հոսեն, խնդրում ենք, որպեսզի Տեր երկինքը բաց լինի նրանց կյանքերի վրա, նրանց կարիքների համար, Տեր, որպեսզի քո հրաշքները, նշանները առատորեն գան ու հասնեն նրանց։ Մենք օրհնում ենք նրանց եւ ասում ենք Տեր Հիսուս Քրիստոսի զորավոր անունով, թող քո արքայությունը գա նրանց մեջ, նրանց կյանքերի մեջ եւ նրանք բարձրանան ու զորանան որպես Աստծուն սիրող, կրակոտ, Աստծուն հավատարիմ, մինչև վերջ գնացող քրիստոնյաներ եւ այս երկիրը եւ այս աշխարհը փոխեն քո խոսքի զորությամբ։ Տեր Հիսուս Քրիստոսի անունով օրհնում ենք նրանց եւ ասում ենք. շնորհակալ ենք քեզանից Տեր, այս մանուկների համար, որ ունենք մեր կողքին, ու թող որ նրանց կյանքերը նույնը չմնա, այլ ուղղակի փոխվի եւ քո անունը մեծարվի նրանց կյանքերի մեջ Հիսուսի անունով։ Ամեն, ամեն։ Փառք Աստծուն։ Մենք այս երեխաների համար փոքրիկ բոլորս միասին փոքրիկ նվերներ ենք պատրաստել, այնպես որ երեխաներ հիմա ձեզ կտան, եթե երկու կողմից բաժանեն, դու կարող եք վերցնել եւ անցնել ձեր տեղերը։ Հալելույա, փառք Տիրոջը։ Փառք մեր Աստծուն։ Նա հավատարիմ է։ Նա հավատարիմ է, սիրելիս, նա հավատարիմ է եւ չի սխալվել իմ ու քո ընտրության հարցում։ Որսունունդն է բարձրալի, երբ աշխարհը քաղաքի, անունը Սուրբ Հոթյալի, ամեն տարի Սուրբ ծնունդին, ալելույա պիտի կանչենք, որ լույս աշխարհ եկավ մանուկ, որին փրկիչ կկոչենք։ Արի Հիսուս մեր սրտի մեջ, ամեն տարի լոր լույսով, բեր մեր կյանքում մի նոր էջ, օծի մեզ քո սուրբ յուղով։ Ամեն տարի կա օր բարի, դուրդ բացիր եւ սպասիր, տանթացը դու օրնանքով, Հիսուսի հետ դու կիսիր։ Ամեն տարի Սուրբ ծնունդին, ալելույա պիտի կանչենք, որ լույս աշխարհ եկավ մանուկ, որին փրկիչ կկոչենք։ Արի Հիսուս քո ողջ փառքով, բուժիր անցած ցավը մեր, թող որ ապրենք քո կամքով, դառնանք լույսի լապտերներ։ Ամեն տարի կա օր բարի, Աստղով ճանապարհ բացվեց, մանկան միջիչ Բեթղեմից աշխարհին լոր բերեց։ Ամեն տարի Սուրբ ծնունդին, ալելույա պիտի կանչենք, որ լույս աշխարհ եկավ մանուկ, որին փրկիչ կկոչենք։ Մարնաթա, Մարանաթա, մեր սրտերին դարման կտա, մանուկը որը մանլելն է, Հիսուս Քրիստոսը մեր Տերն է։ Ամեն տարի կա օր բարի, որ ծնունդն է բարձրալի, երբ աշխարհը քաղաքի, անունը Սուրբ Հոթյալի։ Ամեն տարի Սուրբ ծնունդին, ալելույա պիտի կանչենք, որ լույս աշխարհ եկավ մանուկ, որին փրկիչ կկոչենք։ Մարնաթա, Մարանաթա, մեր սրտերին դարման կտա, մանուկը որը մանվելն է, Հիսուս Քրիստոսը մեր Տերն է։ Մենք ունեցանք հրաշալի տարի, մենք ունեցանք հրաշալի օրհնված տարի, սյուրպրիզներով, դժվարություններով, հաղթանակներով լի։ Եվ գիտես, այսօր ես մի խոսք եմ սրտիս մեջ, սովորաբար Սուրբ Ծննդյան օրերը ընտրում են խոսքեր Եսայի 9-րդ գլուխ, Ղուկասի ավետարանից, Հիսուսի ծննդյան մասին, ինչպես հրեշտակը եկավ, Մարիամին ասեց, ով շնորհընկալ,
տիրոջից քեզ ուղերձ եմ բերել եւ այլն, Մարիամը շփոթված էր եւ հետո երբ որ հասկացավ ինչումն է խնդիրը եւ ինչումն է պատգամը Գաբրիելի այդ ուղերձի, նա համաձայնվեց եւ ասում է որ թող որ քո կամքով լինի, ինչ որ քեզանից է Տեր, թող գա իմ կյանքի մեջ։ Սովորաբար այս օրերը այսպիսի խոսքեր են պատրաստում ծառայության համար, որպեսզի մարդիկ եւ ժողովուրդը լսեն Քրիստոսի ծննդյան մասին։ Բայց դրանից բացի իմ սրտում կար ուղղակի մի կարևոր խոսք, որ ես ուզում եմ շատ կարճ ժամանակ վերցնել, որովհետեւ մենք ունենք այստեղ կարծում եմ միջոցառում հետաքրքիր համարներ ունենք, որ կարող ենք դիտել եւ դրա համար ուզում եմ քո ուշադրությունը դարձնել եկեղեցու ամենամեծ կարիքի վրա։ Դուք ասես որն է եկեղեցին ինչ որ մի կարիք ունի, ինչ որ մի բան կա եկեղեցում, որը որ ամենա ոնց որ ասած այսպես կարևորն է։ Ես կարծում եմ կա։ Եվ այդ կարիքը սիրելիներս չնորոգված միտքն է։ Չնորոգված միտքն է, որովհետև ես տեսնում եմ 90 թվականներից սկսած մեր եկեղեցին աճել, բարձրացել, մեծացել է, տարածվել է, շատ բազում 100 հազարավոր, տասնյակ հազարավոր մարդկանց է հասել, աշխարհով միգուցե 100,000-ն անցել է, ես չգիտեմ, թե ինչքան մարդիկ են լսել ավետարանը մեր եկեղեցու միջոցով եւ ապաշխարել, բայց հարցը սրանում չի։ Հարցը նրանում է, որ շատ մարդկանց եկեղեցում իմ ճանաչած մարդկանց, ես խոսում եմ իմ այն մարդկանց մասին, ում որ ես եմ ճանաչել կամ ում որ ես եմ տեսել, այդ մարդկանց, ում որ ես հանդիպել եմ, ես տեսել եմ նրանց կյանքերը Մարդիկ եկել են Աստծուն, մարդիկ եկել են Քրիստոսին, ապաշխարել են նրանց հոգով, նրանք հոգով վերստին ծնվել են, բայց նրանց կյանքը այդպես էլ չի փոխվել։ Նրանց կյանքը շարունակել է մնալ նույն վիճակի մեջ։ Եվ ինձ համար մեծ հարցական է սա, ինչի Տեր, ինչն է պատճառը, չէ որ մենք գիտենք, որ հոգուց ծնվածը հաղթում է այս աշխարհին, Աստծուց ծնվածը հաղթում է աշխարհին, ինչն է պատճառը, ինչի մարդկանց ես երբեմն որոշ դեպքերի մեջ կամ իմ քույրերի, եղբայրների կյանքում ինչու եմ ես տեսնում չփոխված եւ չվերականգնված եւ այդ օրհնությունները, որոնք որ խաչի միջոցով փոխանցվել եւ տրվել են քո եկեղեցուն, ինչի է նրանց կյանքում այդ ամենը ինչի չի երևում, ինչի չի փոխվում, ինչի նրանց կյանքերում չենք տեսնում այն բժշկությունները, այն օրհնությունները, այն հրաշքները, որոնք որ դու պատրաստել եւ բաց ես թողել երկնքից ամեն մեկի վրա։ Եվ ես հասկանում եմ մի բան։ Գիտես մարդիկ գալիս են Աստծուն, նրանց հոգիները վերստին ծնվում է, նրանց անունները գրվում է կյանքի գրքում, բայց նրանց միտքը մնում է անփոփոխ։ Եվ նրանք շարունակում են ապրել իրենց հին մարդու գնացքի պես։ Եվ նրանց կյանքը չի փոխվում։ Եվ դրա պատճառով սատանան շարունակաբար, ինչպես մինչև վերստին ծնվելը, այնպես էլ վերստին ծնվելուց հետո շարունակում է նրանց հարստահարել, շարունակում է նրանց կյանքից գողանալ, շարունակում է նրանց կյանքի մեջ բերել հիվանդություններ, աղքատություն, անեծք եւ այլ ապականություններ։ Գիտեք, Հովիվ Արտուրը այս տարի հռչակել է Զարթոնքի արթնության տարի, եւ մենք եկեղեցի ենք, որ ճանաչում ենք մեր Հովվի ձայնը եւ մենք հավատում ենք, որ Տերը ունի այդ զորությունը։ Տերը բաց է թողել այդ օծությունը իր մարմնի, իր եկեղեցու վրա, Հայաստանի տեղական եկեղեցու ամբողջ մարմնի վրա այդ օծությունը բաց թողնված է, որ Զարթոնքի տարի է եւ արթնության տարի է։ Եվ ես այսօր խոսելու եմ մի փոքր դրա մասին, բայց իմ խոսքը անվանել եմ հետեւյալ կերպ։ Ես անվանել եմ վերջին հնարավորությունը։ Վերջին հնարավորություն, ինչի որովհետև գիտես տարիներ շարունակ, շատ անգամներ մենք փորձում ենք ինչ-որ բաներ անել, գալիս ենք եկեղեցի, որոշում ենք կայացնում Սուրբ Ծննդին կամ ինչ-որ մի Զատիկի օրը կամ հարության տոնի ժամանակ որոշում ենք կայացնում, որ վերջերջան գնալու եմ, պտուղ եմ բերելու, արթնություն եմ սկսելու, զարթնելու եմ եւ արթնացնելու եմ իմ կողքիններին, բայց այդպես էլ մի քանի օր հետո նայում ենք ու տեսնում ենք մարդիկ շարունակում են նույն ընթացքով գնալ։ Նրանց կյանքերը չի փոխվում, նրանք ոչ արթնանում են, ոչ արթնացնում են։ Ու սա խնդիր է,
Սա ամենամեծ խնդիրն է եկեղեցու, որ մենք զարթոնքի մասին, արթնության մասին կարող ենք խոսել, կարող ենք քարոզել, կարող ենք երգել, կարող ենք պատմել, բայց ինքներս քնած մնանք։ Դուք հասկանում եք ինչի մասին եմ խոսում։ Եվ դրա համար ես ուզում եմ միասին գնանք իրար հետ, Ղուկաս 13-րդ գլուխ։ Այստեղ մի պատմություն է, որտեղ որ խոսքը ասում է, Հիսուսը մի առակ է պատմում եւ ասում է. մի մարդ իր այգում թզենի էր տնկել։ Ես իհարկե այս խոսքը ուզում էի խոսեի մեկ ուրիշ օր, բայց կարծում եմ, որ այսօր է այդ օրը։ Կարծում եմ, որ այսօր է այդ օրը, որպեսզի մենք հասկանանք։ Այդ վերջի հնարավորությունը մեզ տրված է, գիտեք, մենք Նուբարաշենում ունեցանք հրաշալի միջոցառում, հրաշալի, այսպես լավ, այնպիսի մի բան, որ անգամ այնտեղի բնակչությունը, խոսակցությունները, մինչև օրս թե խոսում են եւ թե ասում են նման բան չեն արել Նուբարաշենում ընդհանրապես։ Ասենք, մենք գիտենք, չէ, Հայաստանում ոնց է ամեն ինչ արվում, ծանոթով, ընկերով, քեռու, մորքուրի, հորքուրի, այս երեխաներով, բայց այն ինչ որ ես ու դու միասին արեցինք Նուբարաշենում, այդ 350 երեխաների կյանքում, ես հավատում եմ, որ մեծ պտուղ է բերելու։ Եվ գիտեք, մի նոր տարուց հետո այս երեք ես լսեցի դրա մասին մի այսպիսի լուր, տխուր լուր, որ այդ երեխաներից մեկը, որը որ մի ընտանիք, որտեղ որ 5 երեխաներ էին ապրում, կարծեմ, թվերը կարող է շփոթում եմ կներեք, բայց 5 երեխաներ էին ապրում ու երբ որ մենք այդ տոնական այդ նվերները եւ միջոցառումը բաժանեցինք մոտ 200 երեխաների եւ մոտ 170 երեխաների չէր հասել ու մենք պետքա հասնեինք այդ երեխաներին մենք այս ընթացքում վերջի ընտանիքները ովքեր որ չէին ստացել մեր կողմից այդ նվերները 3 չէ առաջի օրը վերջի ընտանիքներին մենք տարանք եւ ավարտեցինք այդ ծրագիրը Աստծո փառքով եւ Աստծո օգնությամբ ու գիտես մի ընտանիք, որտեղ որ երեխաներ են ապրում եւ մոտ 5 երեխաներ էին այնտեղ ապրում, այդ ընտանիքին նույնպես նվեր չէր հասել եւ մեր ծառայողները այցելել էին, գնացել էին, աղոթել էին, նրանց նվերներ էին փոխանցել, այդ երեխաները ապաշխարության աղոթք էին արել եւ մի քանի օր հետո, 2-3 օր հետո երեխաներից մեկը ուղղակի հիվանդացել ու մահացել էր։ Մեզ համար այնքան, երբ որ ես լսեցի, ասի Տեր, ինչքան ողորմած ես դու, ինչքան մեծ է քո սերը, քո շնորհքը այդ երեխեքի համար, որ մեզ միաբանել ես մի գործի մեջ, բարձրացրել ես մի հատ մեծ թիմ, աշխատող, ծառայողական թիմ, այս զորավոր եկեղեցին բարձրացրել ես, որպեսզի հասնենք այդ կործանվող խավարի մեջ գնացող ժողովրդին, որովհետև գիտես նրանց համար այն վերջի հնարավորությունը փրկվելու, վերջին հնարավորությունը Աստծո սերը վերապրելու միգուցե դա էր։ Եվ ես ու դու դա արեցինք, ես ու դու հասանք այդ երեխաներին, այդ մանուկներին, նրանց ընտանիքներին, երևի չգիտեմ, տասնյակ, հարյուրավոր մարդիկ ոչ միայն օրհնվել են նվերներով, այլ նաև խոսք են լսել եւ վերստին ծնվել են։ Եվ ես հավատում եմ, որ մեծ արթնություն է սպասվում այս եկեղեցում եւ մեր տարածաշրջանում, հալելույա։ Ու գիտես, ինչի եմ կոչել վերջի հնարավորություն, որովհետեւ մենք չգիտենք մեր կյանքի որ էտապի մեջ որ մեկից համար վերջի հնարավորությունը երբ է։ Մեզանից ոչ մեկ չգիտի դա։ Մենք չգիտենք այս ծառայությունը, որ մենք լսում ենք, սա վերջի ծառայությունն է, որ մենք ստեղ լսելու ենք, թե էլի կլինեն ծառայություններ։ Ես հավատում եմ էլի կլինեն։ Եվ դու նույնպես ներկա կլինես։ Բայց ես այսօր չեմ ուզում խոսել վախի մասին, ես չեմ ուզում այսօր ինչ-որ որպեսզի քո սիրտը վախով լցված լինի, ես ուզում եմ որպեսզի դու ուշադիր լինես քո ընթացքին, որովհետև այս առակի մեջ մի շատ կարևոր գաղտնիք է դրված։ Այստեղ ասում է մի մարդ իր այգում թզենի էր տնկել եւ գնաց նրա վրայից պտուղ հավաքելու, բայց չգտավ։ Սա նորմալ է, ճիշտ է, երբ որ մարդ մի այգի է ունենում, բերքատու ծառեր է ունենում, կամ արտ է ունենում ցանած եւ իր համար ամենաուրախալի պահը երբ է։ Սերմ ցանելու պահը, թե հնձելու պահը, ով գիտի։ Հնձելու պահը։ Ամեն մի մշակի
ամենաուրախանալու պահը դա հնձելու պահն է, դա բերքը հավաքելու պահն է։ Մեզանից ամեն մեկը պետք է գիտակցի ու հասկանա, որ Աստված մեր կյանքերի մեջ բերել, մեզ վերցրել ու տնկել է որոշակի տարածաշրջանի մեջ, որոշակի մարդկանց կողքին, որոշակի խմբակի մեջ, որոշակի եկեղեցում, որոշակի, ես չգիտեմ, ծառայողների շրջանակի մեջ, մեզանից ամեն մեկին վերցրել եւ դրել է, որպեսզի մենք այդտեղ կարողանանք պտուղ բերենք։ Բայց եթե մենք պտուղ չենք բերում, հետաքրքիր բան եմ ես այստեղ տեսնում, այգեպանը եկավ եւ որոշեց պտուղ վերցնի, պտուղ տեսնի ու տեսնելով, որ այդ պտուղը չկա, այգեպանին ասեց, ահա 3 տարի է, ես գալիս եմ այս թզենու վրայից պտուղ հավաքել, ամեն տարի գալիս եմ, սա առաջի տարին չի, որ ես եկել եմ, ես նորից եմ եկել եւ հիմա նորից եկել եմ, ուզում եմ պտուղ հավաքեմ, ուզում եմ տեսնեմ այս ծառի պտուղը, որովհետև գիտես, այգուտերը սխալ տեղ քեզ չի տնկում, այգուտերը մեր Աստված գիտի ինձ ու քեզ որտեղ դնի, ինչպիսի միջավայրի, ինչպիսի հողի մեջ դնի, բայց կան բաներ մեր կյանքում, որոնք որ մեր կյանքից գողանում ու տանում են ամբողջ էներգիան, կան բաներ մեր կյանքում, որոնք որ մեզ քնած են պահում, որոնք որ մեզ դրսևանց թույլ են տալի, որ մենք լինենք արտակնապես քրիստոնյաների պես, աստվածապաշտության կերպարանք ենք ունենում, բայց պտուղ չենք բերում, կան մեր կյանքում բնագավառներ, որոնք որ դեռևս անպտուղ են, Եվ մենք հավատում ենք, որ ես հավատում եմ, որ այս զարթոնքի տարին, որ մեր հովիվը հռչակել է, սա նրա համար չի ուղղակի, որպեսզի մենք միայն այսպես հալելույա ամեն եւ ու վերջ։ Սա նրա համար է, որ մեր կյանքի այն բոլոր ճյուղերը, այն բոլոր բնագավառները, այն բոլոր ոլորտները, որոնք որ դեռ քնած են, որոնք որ դեռ պտուղ չեն բերում, Աստված ուզում է, որ դու արթնացնես։ Աստված ուզում է, որ դու մշակես, որ դու ինչ-որ բան նախաձեռնես, որպեսզի այդ ճանապարհին դու կարողանաս սկսես պտուղ բերել, որովհետև Հովհաննես 15-րդ գլխում մենք տեսնում ենք, որ ճյուղը, որը որ պտուղ չի բերում, նորմալ է, երբ որ այգեպանը պետք է կտրի դրան։ Նորմալ է, երբ որ ճյուղը կամ ծառը, որը որ պտուղ չի բերում, այստեղ խոսում է նրա դրա մասին եւ ասում է հայը 3 տարի է պտուղ չի բերում, այնպես որ կտրի նրան, որովհետև նա անիմաստ հողազ բաղացնում, անիմաստ տարածքա գրավում, անիմաստ է նրա այստեղ լինելը, որովհետև ես չեմ դրել նրան այս հողի մեջ որպես դեկորացիա, որպես գեղեցիկ ծառ, ուղղակի որ կանաչ տերևներ ունենա։ Ես չեմ դրել, Աստված ինձ ու քեզ չի դրել եկեղեցու մեջ, որպեսզի մենք ուղղակի միայն գանք, գեղեցիկ հագնվենք, շաբաթ օրերը ժամը 12-ին փառաբանենք, երկրպագենք, 10-րդ բերենք եւ այլն ու վերջ, դրանով ավարտվի մեր քրիստոնեությունը։ Աստված ինձ ու քեզ դրել է այս եկեղեցու մեջ, որ մենք լինենք արթնության մարդիկ, որ մենք շարժենք եկեղեցին, որ մենք լինենք այն մարդիկ, ովքեր որ ոչ միայն կլինեն զարթուն, այլ կգնան եւ կարթնացնեն քնածներին։ Աստծո կրակը կտարածեն նրանց սրտերի մեջ։ Ամեն։ Այլապես մենք ուղղակի աթոռ ենք տաքացնում, մենք ուղղակի տեղ ենք զբաղացնում այս ցանկացած վայրում, որտեղ որ ծառը տնկված է։ Մենք տեսնում ենք այստեղ եւ այգեպանը ասում է. Տեր, այս տարի եւս թող դրան մնա։ Ասա այս տարի։ Գիտես Աստված ողորմած է, Հիսուս մանուկը ծնվեց։ Հիսուս մանուկը ծնվել է իմ ու քո սրտում։ Եվ գիտես միգուցե մեր մեղքերը այնքան շատ էին, այնքան կարմիր էին, որթան կարմիրի պես էին։ Միգուցե մենք խավարի մեջ գնացող այդ մառախուղի մեջ խորտակված այդ ժողովուրդն էինք։ Եվ մենք տեսնում ենք, որ Քրիստոս մանուկը երբ որ եկավ մեր կյանքի մեջ, եկավ նրա համար, որպեսզի մենք արթնանանք, որպեսզի մենք զարթոնք ապրենք, որպեսզի մենք վերստին ծնվենք։ Մեր հոգիները վերստին ծնվեց եւ այստեղ մենք տեսնում ենք այս այգեպանի բարեխոսությունը, Տերը ցանկանում էր, այգուտերը ցանկանում էր
կտրել այդ ծառը, որովհետև ասում էր այս ծառը, որը որ ես տնկել եմ, նպատակը սա է, որպեսզի պտուղ տա։ Բայց եթե պտուղ չի տալիս, եթե միայն ինքը աստվածապաշտության կերպարանք ունի, եթե ինքը չի փոխվում ներքուստ, եթե ինքը չի փոխվում եւ իր կյանքը չի փառավորելու, եթե ես բարեհաճություն չեմ վայելելու այս ծառից, ավելի լավ է տեղ չզբաղացնի, ավելի լավ է կտրվի եւ այդտեղ ինչ որ մի նոր թուփ, ինչ որ մի նոր ծառ տնկվի, որպեսզի պտուղ բերի եւ այգին հարստացնի եւ իմ արքայությունը մեծացնի։ Եվ այստեղ ասում է Տեր, այս տարի էլ թող։ Գիտես, եկեղեցի ես հավատում եմ, որ այստեղ նստածներից եւ մարդիկ կան ովքեր բացակայում են, բայց ես գիտեմ, որ այս տարի Տերը տալիս է վերջին հնարավորությունը։ Ինձ եւ քեզ տալիս է եւս մեկ հնարավորություն, որ մենք ուղղակի չքնենք, որ մենք ուղղակի չլինենք աթոռ տաքացնող, որ մենք չլինենք ուղղակի մարդիկ, ովքեր որ միայն Հիսուսին Տեր են դավանել, մարդիկ, որոնք որ ուղղակի Հիսուսի մասին լավ աստվածաշնչյան համարներ գիտեն, լավ քարոզել գիտեն, լավ խոսքեր են լսել, լավ խմբակ են հաճախում, լավ այսպես տասանորդ են բերում եկեղեցի, ու վերջ դրանով ավարտված է նրանց քրիստոնեությունը։ Աստված ուզում է, որպեսզի մենք ինչ որ բան անենք, որպեսզի մեր կյանքերը փոխվի։ Եվ ուզում եմ երկու բանի մասին, այստեղ 2-3 բան կա, որ ուզում եմ քո ուշադրությունը դարձնել դրա վրա։ Ասում է այս տարի թող նրան մի կտրիր, որպեսզի ինչ որ մի բան անեմ։ Եվ գիտես ինչ այգեպանը առաջարկում։ Ասում է ես կվերցնեմ եւ նրա 4 բոլորը, ոչ թե կեսը, ոչ թե 2 կողմը, ոչ թե 3 կողմը, այլ 4 կողմը ամբողջությամբ կփորեմ։ Ինչ է սա խոսում, ինչ է մեզ հուշում այստեղ։ Աստծո խոսքը այստեղ մեզ հուշում է, որ եթե մեզ փորի, մեր կողքերը փորի, սա խոսում է մի բանի մասին, որ մեզ շրջապատող միջավայրը պետք է առանձնացված լինի։ Մենք պետք է առանձնացված լինենք Աստծո համար։ Ինչի, որովհետև այն շրջապատը կամ այն հին մտածելակերպը, որ մենք ունեցել ենք, միգուցե 3 տարի առաջ, 5 տարի առաջ դա օգտակար է եղել, դրա մենք արել, կիրառել ենք եւ մեզ հաջողություն է բերել, բայց այսօր փոխվելու ժամանակն է։ Այսօր փոխվելու ժամանակն է եւ այգեպանը ասում է, որպեսի ծառը սկսի պտուղ բերել, հարկավոր է, որպեսի նրա 4 բոլորը փորվի, իզոլացվի, առանձնացվի, սրբացվի, աղոթքի սենյակի խորհուրդն է բերում, որպեսի մենք պետք է առանձնանանք մեր Տիրոջ հետ, մենք պետք է փնտրենք նրա երեսը, մենք պետք է ժամանակ հատկացնենք, մենք պետք է թողնենք բաներ, որոնք որ մեր կյանքից տանում են մեր ժամանակը, մեր հնարավորությունները, մեր ուժերը, մեր ես չգիտեմ, դրանք անպայման չի մեղքեր լինեն, սիրելիս, դրանք միգուցե մեր սիրելի զբաղմունքներն են, միգուցե այն ամենն է, ինչով որ մենք առօրյայում ապրում ենք, մեր հոբին է, ես չգիտեմ, բայց մեզանից տանում է էներգիա, տանում է ժամանակ, տանում է ֆինանսներ եւ դա պատճառ է հանդիսանում, որ ես ու դու պտուղ չբերենք։ Սիրելիս, ես ուզում եմ այսօր, որ ես ու դու որոշում կայացնենք։ Ես ուզում եմ, որ մենք որոշում կայացնենք, որովհետեւ այգու Տերը պտուղ է փնտրում իմ եւ քո կյանքում։ Ոչ թե փնտրում է մեր ինչ որ գեղեցիկ տերևներն ու սիրուն լինելը, այլ փնտրում է պտուղ։ Եվ այստեղ ասում է, որ մենք պետք է, երբ որ ես իզոլացնեմ, այգեպան ասում է երկրորդ բանը, որ ես կպատրաստվեմ անել, քանիսդ գիտեք ինչ է գոմաղբ։ Գոմաղբ, բոլորդ գիտեք, չէ, ոնց որ լսել եք, գոնե լսել եք, եթե երեխաները չեն տեսել, մեծերը գոնե գիտեն, որ գոմաղբը դա պարարտանյութ է, որը որ այդքան էլ հաճելի հոտ չունի, որը որ այդքան էլ բան չի բերում մեր կյանքի մեջ, հա, նենց դուրեկան բաներ չի բերում։ Ինչպես Հովհաննես 15-րդ գլխում ասում է, այն ճյուղը, որը որ կարա պտուղ բերի կամ բերում է, մշակը կտրում է, էտում է, մաքրում է։ Դա անդուր բան է, գոմաղբը միգուցե անդուր է, իր հոտը, իր միջավայրը, բայց Աստված խոսում է եւ ասում է այստեղ, ես կբերեմ, մշակը ասում է այգեպանը, ես կբերեմ եւ
գոմախպով կհարստացնեմ այդ հողը, որտեղ որ ինքը տնկված է։ Ես պարարտանյութ կլցնեմ այդ ծառի բնի տակ, որպեսզի նա պտուղ բերի։ Սիրելիներս, այն միջավայրը միգուցե, որտեղ որ ես ու դու գտնվում ենք, մեր աշխատավայրն է, մեր ուսման վայրն է, մեր ընտանիքն է, ես չգիտեմ, մեր հարևաններն են, մեր ընկերություններն են, որտեղ որ մենք շփվում ենք։ Միգուցե դու ասում ես, այ եթե ես լինեի, չգիտեմ, այսինչ տեղում, այսինչ մարդու մոտ կամ այսինչ երկրում, ես լրիվ ուրիշ հավատացյալ կլինեի, ես ուրիշ պտուղ կբերեի, ես ուրիշ ձևի Աստծուն կծառայեի։ Սիրելիս, Տերը գիտի ինձ ու քեզ որտեղ է դրել։ Տերը տվել է օծություն, որ ես ու դու այդ գոմախպը, որը որ մեզ տհաճ է ինչ որտեղ, բայց մեր օգտի համար է, մենք այդտեղ կարողանանք աճենք, այդ ամեն այդ դժվարության մեջից մենք կարողանանք վերցնենք անհրաժեշտ միջոցները եւ անհրաժեշտ այդ սնունդը, որպեսզի պտուղ բերենք, ամեն։ Եվ ինչ եմ ուզում ասել, ուզում եմ որպեսզի մի քանի հարց ամեն մեկը ձեզ տակ։ Առաջինը, ինչ պտուղ է բերում իմ կյանքը։ Ինչ պտուղ է բերում իմ կյանքը։ Արդյոք իմ կյանքը բերում այնպիսի պտուղներ, որ Տերը եթե հենց հիմա գա, նա կտեսնի ինձ եւ կասի ապրես բարի եւ հավատարիմ ծառա։ Ընթացքդ գնացիր, հավատքդ պահեցիր, բարի պատերազմդ պատերազմելով եւ հիմա քեզ պսակն է սպասվում, որ պետքա տամ քեզ։ Արդյոք այդպիսի բառեր կլսենք մենք։ Երկրորդ բանը, որ մենք պետքա մեզ հարցնենք, արդյոք ես փոխվում եմ։ Արդյոք իմ կյանքը փոխվում է, արդյոք ես փոխվում եմ, որոշում ունեմ փոխվելու։ Անցած տարի ես այսպիսին էի, այս տարի սկսում ենք Սուրբ Ծննդյան ծառայությունով, Սուրբ Ծննդյան այս առաջի հավաքույթով, արդյոք իմ կյանքը փոխվել է դեպի Քրիստոսը, արդյոք ես Քրիստոսակենտրոն եմ, արդյոք ես նմանվում եմ Հիսուսին այսօր ավելի, քան թե անցած տարի էի։ Եվ ևս մի հարց, այս տարին կլինի ինձ համար արթնության տարի, թե այս տարի կլինի հերթական, այնպիսի տարի, ինչպես որ նախորդ տարիներն են եղել, այն 3 տարիները վերցնենք այս առակի հիմքի վրա, հա, անցած տարիների պես, կլինի սովորական տարվա պես, ուղղակի եկել ենք, ուղղակի նստել ենք, լսել ենք, ինչ որ բաներ ենք արել եւ всё, այսքանով մեր քրիստոնեությունը ավարտվել է։ Ինչպիսի տարի կլինի այս տարի ինձ համար։ Գիտես, ելնես, Աստված սպասում է իմ ու քո որոշմանը։ Ծառը ինքը պետք է որոշում կայացնի, գիտես, ես պատրաստվում եմ պտուղ բերեմ, թե ոչ։ Եթե դու պատրաստվում ես պտուղ բերես, եթե դու պատրաստվում ես քո կյանքի պտուղները, այնպիսի պտուղներ բերես, որ քո Աստված փառավորվի, ապա դու պետք է որոշում կայացնես։ Դու պետք է որոշում կայացնես, որ այս տարին իմ համար ճակատագրական է լինելու։ Այս տարի ինձ համար այն հնարավորությունն է լինելու, որ ես պետք է սկսեմ պտուղ բերել, այլապես ես տեսնում եմ, որ եթե պտուղ չի բերվում, Աստծո խոսքն ասում, նա իր այգու, նա իր գործի, նա իր ամբողջ տնտեսության մասին է մտածում եւ ասում է, այլապես դիպված կլինի նա կտրի այդ ճյուղը կամ ծառը ամբողջությամբ, որպեսզի մեկ ուրիշ ծառ տնկի եւ հող չզբաղացնի։ Ես նախ եւ առաջ ուզում եմ եւս մեկ անգամ քեզ շնորհավորել իմ ու քո փրկչի ծննդյան օրով, բայց նաև ուզում եմ ներողություն խնդրել, եթե ինչ որ մեկին այս խոսքերը այսպիսի Սուրբ Ծննդյան խոսքեր չեն, բայց ուզում եմ ասել, սա կարևոր է իմ ու քո համար։ Մենք պետք է մտածենք սրա մասին, մենք պետք է այդ հարցերը մեզ տանք, սիրելիս, որովհետև եթե մենք այդ հարցերը մեզ չտանք, մեր կյանքը կընթանա ինքնահոս վիճակով եւ մեր կյանքը չի փոխվի, մեր կյանքը չի նմանվի Քրիստոսին։ Պողոսը խոսում է դրա մասին եւ ասում է, ես ամեն բան աղբ եմ համարում, միայն թե Քրիստոսին ունենամ, միայն թե նրան շահեմ, միայն թե նրա հետ լինեմ իմ ամբողջ ժամանակը։ Ունենալ Հիսուսին իմ մեջ շատ լավ է, բայց երբ որ
Հիսուսը ունի ինձ այս երկրի մեջ եւ կարող է ինձ օգտագործի եւ ուղարկի այդ երեխաների մոտ, այդ աղքատ ընտանիքների մեջ, այն մարդկանց մոտ, ովքեր որ կարիքի մեջ են, Քրիստոսի կարիքն ունեն, երբ որ Քրիստոսը ունի ինձ եւ քեզ, այս ժամանակ դու Տիրոջը հաճելի ես։ Այս ժամանակը, որ Տեր ասում է, ես փառավորվում եմ նրա կյանքի մեջ, այնպես որ ես նրան կբարձրացնեմ եւ լայն արցակ տեղ կդնեմ նրա ոտքերը։ Ամեն։ Հալելույա, փառք Աստծուն։ Ես ուզում եմ հարց ուղղել հիմա նստածներին, որից հետո ես չգիտեմ ինչ է սպասվում այստեղ, նստելու եմ ձեր հետ միասին դիտեմ այդ ծրագիրը։ Ուզում եմ հարց տալ այստեղ նստածներին, մարդ կա այստեղ, որ առաջի անգամ է եկել եւ ոչ թե ուղղակի առաջի անգամ է եկել, այլ նման եկեղեցական հավաքույթի առաջի անգամ, որ երբևէ Հիսուսին Տեր ու Փրկիչ չի կանչել իր կյանքի մեջ։ Հրաշալի է, մեր եղբայրը, էլի կա մարդ, ես կխնդրեմ, եթե դու առաջի անգամ ես եկել եւ քո կյանքը դեռ Հիսուսին չես նվիրել, եթե դու այստեղ ես եւ դեռ փրկության աղոթ չես արել, կխնդրեմ, որպեսզի մոտենաս առաջ, եղբայր, կարող ես մոտենալ։ Մոտեցիր։ Մենք ուզում ենք աղոթք անել այսօր այդ մարդկանց համար, որպեսզի հետո նոր Բարսախոսը կհանձնեմ եւ այստեղ մեր քույրերը, եղբայրները, միգուցե չգիտեմ, հա, նաեւ եղբայրներ կան։ Իրենց շատ ուրախ են, Աստված օրհնի, անունը Գուգո, մեր Գուգոնա։ Փառք Աստծուն, փառք Տիրոջը։ Խնդրեմ, բարև ձեզ։ Ուրախ եմ շատ, ուրախ եմ, Տերը օրհնի ձեզ, Աստված օրհնի ձեզ։ Շատ հաճելի է։ Սիրելիներս, բարև ձեզ, քույրիկս։ Հալելույա։ Գիտեք, Աստվածաշունչը ասում է, որ մենք բոլորս մեղավոր ենք եւ ապրում ենք մեղքի կապանքների մեջ։ Եվ Հիսուսը, երբ որ եկավ եւ խաչի վրա մահացավ, նա դա անելով բացեց ճանապարհը ամեն հավատացողի համար, որ ով որ հավատա Հիսուսին, ով որ հավատա, որ նա Աստծո միածին որդին է եւ կանչի իրեն իր սրտի մեջ, որ նա կփրկվի։ Աստվածաշունչը սովորեցնում եւ ասում է, որ սրտով հավատում են, որպեսզի արդարանան մարդիկ։ Բայց միայն արդարությունը մեզ չի փրկում։ Հարկավոր է, որպեսզի նաեւ մեր բերանով, մեր շուրթերով դավանենք ու հռչակենք, որ Հիսուս, ես ուզում եմ դառնաս իմ կյանքի Տերը։ Ուզում եմ փոխես իմ կյանքը, ուզում եմ փրկես ինձ։ Ուզում եմ, որ այս վարքյանից սկսած իմ ամեն քայլափոխին քեզ ունենամ իմ կյանքի մեջ։ Աստծո խոսքը ասում է այդ ժամանակ երկինքը մեծ խնջույք է տոնում ամեն մի հոգի փրկվածի համար։ Եվ այսօր դու կարող ես լինել այդ պատճառը։ Դու կարող ես լինել այդ երկնքի խնջույքի պատճառը, որ հրեշտակները խնջույք բռնեն հիմա, որովհետև ինչպես Աստվածաշունչն ասում, իմ որդին կորած էր ու փրկվեց, մեռած էր ու հարություն առավ։ Հալելույա։ Եթե դուք համաձայն եք, մենք ուզում ենք միասին պետք է աղոթք անենք, եկեղեցին նույնպես կարող է միանալ այս աղոթքին եւ ուզում եմ, որպեսզի այս աղոթքը քո սրտից դուրս գա, ուզում եմ, որպեսզի այս աղոթքը դառնա քո անձնական աղոթքը։ Չլինի ուղակի աղոթք, որ ուղակի կրկնեցիր առանց հասկանալու։ Թույլ տուր, որ դա քո սրտից գա։ Թույլ տուր, որ այն խոսքերը, որ հիմա իմ հետևից դու կկրկնես, մտածիր այդ խոսքերի մասին եւ ասա դա հավատքով։ Այնպես ասա, որ քո ականջները լսեն դա։ Եկեղեցի, ես հրավիրում եմ, եկեք միաբանվենք, եկեք օրհնենք եւ եկեք աղոթենք հիմա միասին այդ փրկության աղոթքով։ Սիրելի Հայր, քո առաջ եմ կանգնած, դու գիտես իմ կյանքը, դու գիտես իմ ընթացքը, իմ մեղքերը եւ ամեն բան։ Ես հավատում եմ, որ Հիսուս Քրիստոսը քո միածին որդին է, որ եկավ աշխարհ, խաչվեց ու մահացավ, գերեզման դրվեց եւ երրորդ օրը հարություն առավ։ Փառքով համբարձվեց եւ քո կողքը նստեց։
Հիսուս Քրիստոս, ես կանչում եմ քեզ իմ սրտի մեջ, ես բացում եմ իմ սիրտը քո առաջ և խնդրում եմ, եկ իմ կյանքի մեջ, դարձիր իմ Տերը, դարձիր իմ փրկիչը և իմ Աստվածը, շնորհակալ եմ Տեր Հիսուս, ամբողջ կյանքս քեզ եմ նվիրում և որոշում եմ կայացնում, որ ես կլինեմ արթնության մարդ, որ ես կլինեմ քեզ հաճելի զավակ ու քո սիրտը կուրախացնեմ ամեն օր, շնորհակալություն Տեր Հիսուս, ամեն, ամեն, փառք Աստծուն սիրելի քույրեր, եղբայրներ, թող Տերը օրհնի ձեզ, մենք այստեղ ունենք ծառայողներ, ուզում ենք մի փոքրիկ նվեր ձեզ տալ, կտակարան Աստծո խոսք, վերցրեք, կարդացեք և ամեն շաբաթ ժամը 12-ին մենք այստեղ ունենում ենք հավաքույթներ, սիրով սպասում ենք ձեզ, թող Տերը օրհնի, համեցեք վերցրեք